Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը, Արարատ Միրզոյանը լեհական հեռուստատեսության հետ հարցազրույցում։ Բաքվի շինծու վկաները, Ադրբեջանի դատարանը նոր վկա է պեղել, որը ցուցմունք է տվել գեներալ Մնացականյանի դեմ։ Ամոթի վանկարկումներ դատարանում Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման։ Արագս գետից ավազ արդյունահանելով երկրի տարածքն են կրճատում, Փաշինյանը հանքարդյունաբերությանը վերաբերող համաժողովում։ Հանկացումներ կաթնամթերքի շուկայում սև փողերի դեմ պայքարի համար ներդրված QR կոդերը իրենց սև գործն են անում։ Լենինգրադի մարզում 40-ից ավելի մարդ է մահացել կեղծ ալկոհոլի թունավորումից, 14 հոգի ձերբակալված է։ Նիկիտա Սիմոնյանը ուկրաինական սև ցուցակում ֆուտբոլի 98-ամյա լեգենդը մեղադրվում է Ուկրաինայի ինքնիշխանությունը խաթարելու փորձի համար։ Արտառոց դեպք Երևանում Հնդկաստանի 4 քաղաքացի առնաշաղախ տեղափոխվել են Միքայելյան հիվանդանոց, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բաքուն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, Երևանը չի կիսում այդ օրակարգը, այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի արտգործնախարարը լեհական TVP World հեռուստաալիքի հետ զրույցում։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմը պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Նրա խոսքով պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո ինչ առաջընթաց է գրանցվել։ Լեհական հեռուստաընկերության լրագրողի հարցին պատասխանելով Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հղում է արել իր եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին։ Սա շատ լուրջ հանգրվան էր։ Այս հռչակագրում առաջնորդները պայմանավորվեցին այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց համաձայն պետք է կարգավորվի հաղորդակցությունների հարցը։ Նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը եւ վերաբացումը, տարանցիկ կապերի վերագործարկումը։ Միրզոյանը հայտնել է, թե Հայաստանը մուտք կունենա Ադրբեջանի երկաթուղային համակարգ։ Ադրբեջանն էլ ըստ նրա Հայաստանի երկաթուղային համակարգ, հետագայում նաև ավտոճանապարհներ։ Մենք կարող ենք օգտագործել միմյանց ենթակառուցվածքներն այնպես, ինչպես դա անում են նորմալ հարևանները, օրինակ Եվրոպայում։ Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը հանդիսանում է ամենակարճ կապն Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես TRIP, այն է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Միրզոյանը հայտնել է, թե Հայաստանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում, ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Արտգործնախարարը ասել է, թե Հայաստանը եւս պատրաստվում է օգտագործել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքը Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով կապելու համար։ Լրագրողը Միրզոյանին հարցրել է, թե հայտնի է երբ է գործարկվելու երկաթուղային ճանապարհը։ Միրզոյանը հայտնել է, որ երկաթուղային կապի կառուցումն ըստ մասնագետների կարող է տևել առնվազն 2 տարի։ Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտել այս գործընթացը եւ դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը, բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցել, բացել եւ վերագործարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կապերը, որովհետեւ մենք հիմնական շահառուներից մեկն ենք։ Մենք նույնպես կարող ենք օրինակ ուղարկել կամ ստանալ ապրանքներ, օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության ենթակառուցվածքներն ու տարածքը։ Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է երկու երկրների միջև նախաստորագրված խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրել։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ։ Մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ, մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։ Իսկ Ռուսաստանն ունի նույն դերը Հայաստանի անվտանգության հարցում, ինչ 15 տարի առաջ էր։ Միրզոյանը պատասխանել է, որ խաղաղության հաստատման եւ Վաշինգտոնյան հռչակագրի կապակցությամբ պաշտոնական մակարդակով հայկական կողմը լսել է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ողջունող հայտարարությունները։
an expressed readiness by Russian high officials. Նույն պաշտոնական մակարդակում մենք տեսանք նաև Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների արտահայտած պատրաստակամությունն աջակցելու այս փոխկապակցվածության նախագծին եւ որոշակի մասնակցություն ցուցաբերելու։ Սակայն իհարկե չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան ԶԼՄ-ների, երբեմն նաև պետական լրատվամիջոցների, նաև խորհրդարանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության Հայաստանի կառավարության եւ մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հասցեին։ Հաշտեցման գործընթացը ըստ Միրզոյանի ժամանակ կպահանջի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տասնամյակներ տևած հակամարտությունը ծանր հոգեբանական բեռ է կուտակել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Արտգործնախարարի նախապայմանների մասին հայտարարությունը ռեզոնանս է առաջացրել քաղաքական դաշտում, դարձել այսօրվա խորհրդարանական ճեպազրույցի գլխավոր թեման։ Սահմանադրության փոփոխությունից բացի էլ ինչ նախապայմանների մասին է խոսքը։ Լրագրողները նաև հետաքրքրվել են, արդյոք վարչապետ Փաշինյանը Ալիևի հետ հանդիպմանը հարցրել է նրան, թե ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք խոսույթը օգտագործելիս։ Վերջնական խաղաղություն կնքելու Բաքվի նախապայմանը գիտեինք, թե մեր սահմանադրության փոփոխությունն է միայն։ Հիմա արտգործնախարար Միրզոյանը լեհական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հոգնակի թվով է խոսում, ասում է նախապայմանն էր։ Ադրբեջանը դարձյալ թանկացրել է իր ստորագրության գինը, ավելացրել է պահանջների ցանկը, խորհրդարանի իշխող ուժը հարցի պատասխանը դեռ չունի։ Լրագրողների հետ հանդիպման եկած պատգամավորները չեն հասցրել ամբողջությամբ լսել գլխավոր դիվանագետին։ Հիմա միայն ենթադրությամբ են մեկնաբանում։ Կարծում եմ նախարար Միրզոյանը նկատի ունեցել շարունակվող քննարկումը խաղաղության պայման ադրբեջանական կողմում ոչ թե Հայաստանի հետ քննարկումները, այլ Ադրբեջանի կողմից անդադար սահմանադրության փոփոխման հարցի բարձրացումը, որպես նախապայման ենթադրում եմ սա է նկատի ունեցել։ Իսկ վարչապետ Փաշինյանը Ալիևից ճշտեց, ինչ է նկատի առնում, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող Թրամփի երթուղին անվանում է Զանգեզուրի միջանցք։ Իսկապես Հորադիս Զանգելան 15 տառից բաղկացած ձևակերպումը ընդամենը ավելի անհարմար է, քան 16 տառանոց, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինը։ ՔՊԱ-ականները առաջարկում են ուշադրությունը սևեռել Փաշինյան-Ալիև նախորդի հանդիպումից հետո կառավարությունների տարածած հաղորդագրություններին, որոնք ըստ Խանդանյանի նույնական ձևակերպումներով էին։ Կան պաշտոնական ստորագրված փաստաթղթեր, որտեղ կան հստակ նշված անուններ, պայմանավորվածություններ։ Մենք ելնում ենք պաշտոնական փաստաթղթերից եւ պայմանավորվածություններից։ Մնացած բոլոր խոսույթները ուրեմն չեն կարող լեգիտիմ լինեն, եթե վերաբերելի են Հայաստանի Հանրապետության սուվերեն որևէ տարածքի։ Հայաստան խմբակցության падգամավոր Խաչատրյանը հիշում է, որ մինչև 2020 թվականը Արցախյան բանակցությունները մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե Ալիևի հետ փորձում են հասկանալ որևէ բառ նշելիս արդյոք երկու կողմում նույն իմաստն են նկատի առնում։ Ընդդիմադիրը ժամանակներն է համադրում։ Հիմա ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանի մեկնաբանությունները էապես տարբերվում են Ալիևի մեկնաբանություններից եւ ողջամիտ հարց է առաջանում։ Լավ, մի հատ հասկանանք, միգուցե այլաբանություն է այդ միջանցքը, թե իրական միջանցք է, որը լույսը կարելի է վառել եւ անջատել։ Նույն Թրամփը կա, ելույթը, խոսքը կա։ Նայեք, մարդը օգտագործում է միջանցք կորիդոր արտահայտությունը։ Եթե դա հստակեցված չի, ինչ են ստորագրում։ Պատիվ ունեմից էլ Տիգրան Աբրահամյանն է մեկնաբանում թուրք-ադրբեջանական դուետը օգտագործելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինը երբևէ աչքի տակ չի ունեցել Հորադիս Զանգելյանը։ Այն մարդիկ, ովքեր աշխարհագրական տեսանկյունից պատկերացնում են քարտեզային առումով, թե ինչ ճանապարհի մասին է խոսքը, եւ հիշում են, թե այդ քննարկումները, որոնք շրջանառվեցին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ, ինչ հիմնական կապի հանգույցների հետ են կապված, դրանք լրիվ այլ ուղղությունների մասին են, որովհետև այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը մշտապես քննարկվել է Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջևի ինքնավար հանրապետության կապի համատեքստում։ Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու ընդդիմության ծրագիրն ինչ փուլում է, պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած լսումներից հետո առաջընթաց կա, արդյունավետ հանդիպումներ են եղել, ասում են падգամավորները, լրացուցիչ ասելիք ունենան, կհայտնեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու քրեական գործերով շոու դատավարությունները Բաքվում շարունակվում են։ Ադրբեջանցիները այսպես կոչված տուժող են գտել, որը ցուցմունք է տվել Լևոն Մնացականյանի դեմ։ Շինծու վկա Իլհամ Մամեդովը պնդել է, թե հայկական կողմը 23 տարի առաջ զինծառայության ընթացքում իրեն գերեվարվել է եւ իբր գեներալ Մնացականյանը իրեն ծեծի է ենթարկել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Լևոն Մնացականյանը հաստատել է 2002 թվականին մի ադրբեջանցի զինծառայողի գերեվարման փաստը։ Նա սակայն հերքել է ձերբակալված ադրբեջանցին, խոշտանգումների չի ենթարկվել։ Ըստ էության հրապարակային հայտնի տեղեկություններից մենք որևէ կապ, առնչություն եւ կոնկրետ անձանց անհատական պատասխանատվության մասին վկայող փաստեր չենք տեսնում։ Ինչը կրկին անգամ մեզ թույլ է տալիս եզրահանգելու, որ սա բեմադրություններ են, ոչ թե դատավարություններ, արդար դատաքննության հետ ու արդար դատավարության հետ որևէ աղերս չունեն։ Ադրբեջանի կողմից Նախիջևանում, Արցախում եւ այլ վայրերում հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ եւ համակարգված ոչնչացման քաղաքականությանն է անդրադարձել ամերիկյան Օհայոյի պետական համալսարանի հետազոտող Լորի Ժորժը։ Գիտնականն ներկայացնում է, թե ինչպես են ջնջման եւ մոռացության մատնելու մեխանիզմները օգտագործվել ադրբեջանցիների շրջանում տարածքի նկատմամբ կապվածություն ձևավորելու համար։ Ադրբեջանցիները սովորում են հայերին ընկալել բարբարոս, ոչ քաղաքակիրթ արկածախնդիր, համարելով նրանց անընդունակ մտածելու եւ արդարության անարժան։ Նրանք սովորում են Լեռնային Ղարաբաղն ընկալել որպես Ադրբեջանի քաղաքակրթության օրրան, էթնիկ հայերի գործողությունները մեկնաբանել որպես չարամտություն։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Ամոթի վանկարկումներ դատարանում Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման։ Արագ զգետից ավազ արդյունահանելով երկրի տարածքն են կրճատում։ Փաշինյանը հանքարդյունաբերությանը վերաբերող համաժողովում։ Թանկացումներ կաթնամթերքի շուկայում սև փողերի դեմ պայքարի համար ներդրված QR կոդերը իրենց սև գործն են անում։ Լենինգրադի մարզում 40-ից ավելի մարդ է մահացել կեղծ ալկոհոլի թունավորումից, 14 հոգի ձերբակալված է։ Նիկիտա Սիմոնյանը ուկրաինական սև ցուցակում ֆուտբոլի 98-ամյա լեգենդը մեղադրվում է Ուկրաինայի ինքնիշխանությունը խաթարելու փորձի համար։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Նիկիտա Սիմոնյանը հայտնվել է ուկրաինական սև ցուցակում 98-ամյա ֆուտբոլի լեգենդը ներառվել է ուկրաինական Միրոտվորեց կայքի տվյալների բազայում։ Նա մեղադրվում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը խաթարելու փորձի համար։ Լենինգրադի մարզում ալկոհոլային թունավորումից մահացել է 41 մարդ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահները։ Մարդիկ մահացել են կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո թունավորվելով մեթանոլից։ Քրեական գործ է հարուցված ամփոփության հետևանքով մահ պատճառելու համար։ Գործով ձերբակալվել են 14 հոգի։ Շիրակի թեմի առաջնորդը Միքայել arczepiskopos Հաջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Դատախազը միջնորդել էր Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը վճռել է Միքայել Հաջապահյանին մեղավոր ճանաչել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Սրբազանը ծիծաղով է ընդունել դատարանի վճիռը, իսկ դատական նիստին ներկաները դատավորին ուղղված ամոթ վանկարկումներով։ Պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով։ Բաժի սկիզբը հաշվելով հաստատի արգելանքի վերցնելու պահից։ Մեղադրերի նկատմամբ ընտրված խաբար միջոց կալանքը թողնել ամփոփող։ Մայրաթորը դատապարտել է Միքայել Սրբազանի ազատազրկման որոշումը, հայտարարել, որ սա արդարադատության հիմնարար ոտնահարում է։ Անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի եւ կրոնի ազատության կոպտագույն ոտնահարում է։ Կարդում ենք հայտարարությունում։ Լարված մթնոլորտում է անցել Ազատի ձորամասում մահացած 15 զինծառայողների գործով դատական քննությունը, այս գործով անցնող կրտսեր սերժանտին դատապարտել են 3 տարի ազատազրկման։ Զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել եւ որ տղաները նախքան հրդեհն են մահացած եղել։ Զոհվածների հարազատները վրդովվել են դժգոհություն հայտնել, որ դատարանում մեղադրող կողմը անընդհատ նույն ծեծված հարցերն է հնչեցնում։ Հարազատներին ավելի շատ հետաքրքրել է, թե ինչպես է ստացվել, որ զինծառայողներից մեկը կարողացել է դուրս գալ հրդեհվող զորամասից, մյուսները ոչ։
Երկիրը հսկայական խնդիրներ ունի շինարարական ավազի արդյունահանման ոլորտում, Փաշինյանն է ասել Ծաղկազորում հանքարդյունաբերությանը նվիրված համաժողովում։ Նրա խոսքով, եթե ամեն ինչ համապատասխանեցվի ստանդարտին, շինարարությունը Հայաստանում բավական երկար ժամանակով կկանգնի։ Փաշինյանի խոսքով Վարաքս գետից ավազ արդյունահանելով տարածքային ամբողջականության խախտման խնդիրների ենք առնչվում։ Վարչապետը ոլորտում առկա ստվերային գործունեությունը երկրի համար լրջագույն մարտահրավեր է համարել։ Արաքսի ափից տարիներ շարունակ իրականացած ավազի արդյունահանման հետևանքով Հայաստանի սահմանի փոփոխություն է տեղի ունեցել։ Պետական կառույցներն էին արձանագրել։ Ընդհանրապես ավազի արդյունահանման ոլորտում թափանցիկության մեծ խնդիր կա։ Ավելի պարզ ասած, պետական համակարգը չի կարողանում ֆիքսել արդյունահանվող ավազի իրական ծավալները։ Ավազի ոլորտում ահռելի ստվեր կա, ընդ որում, երբ որ մենք վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների պատճառով շատ արագ մենք ճնշում ենք զգում շինարարության ոլորտից, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես այս գոնե ինչ որ մի բավականին երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի։ Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է համապատասխանի միջազգային բարձր ստանդարտներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ընթացքում խոսում է գիտահեն հանքարդյունաբերություն ունենալու կարևորության մասին։ Ավելի շատ քննարկում ենք մեր հանքարդյունաբերության համապատասխանությունը լավագույն միջազգային բնապահպանական ստանդարտների։ Սա առաջնահերթություն է, որովհետև շրջակա միջավայրի նկատմամբ հոգսը շատ էական է։ Մասնագետների տեսանկյունից, սակայն, գիտահեն բարձր ստանդարտների հանքարդյունաբերությունը սկսվում է նոր շմագներից, շրջակա միջավայրի ազդեցության գնահատումից։ Հայաստանում գործող մետաղական հանքավայրերից եւ ոչ մեկում այն չի արվել։ Համակարգն աշխատում է հին շմագներով ու տեխնոլոգիաներով։ Խոսույթում միշտ օգտագործվում է, որ իրենք նորագույն տեխնոլոգիաներ են կիրառելու, մինչդեռ հենց հանքարդյունանող ընկերությունները իրենք են խուսափում իրենց հին շմագը վերենայեն, նոր շմագ փորձաքննության դիմեն եւ նոր տեխնոլոգիաներ կիրառեն։ Նոր տեխնոլոգիաները ենթադրում են մեծ ծախսեր, ներդրումներ։ Փաշինյանը նաեւ արդյունավետ պղնձաձուլարան ունենալու եւ պղնձի կիրառումով արդյունաբերական պլատֆորմների անհրաժեշտության մասին է խոսել։ Թեման քննարկվում է 2018-ից, սակայն քննարկումներից այն կողմ գործն առաջ չի գնացել։ Առայժմ Հայաստանը արդյունահանում է զուտ պղնձի հանքաքար, ինչն էլ երկրի արտահանման առույցի բաժինն է։ Պետք է քննարկենք Հայաստանի տարածքում օգտակար հանածոների, պաշարների հայտնաբերման, ուսումնասիրման, նոր շրջափուլ սկսելու հարցը, հիմա նոր ոլորտներ են բացվում, այդ թվում հազվագյուտ մետաղների ոլորտը, որը շատ մեծ տեմպերով զարգանում է կամ առնվազն շատ մեծ տեմպերով հետաքրքրությունն է աճում։ Նոր մետաղների որոնումը բերելու է նոր աղտոտման տարածքների, փոքր Հայաստանի համար արդեն իսկ եղած ինչքան հանքոր շահագործվում է, նոր տարածքներ են աղտոտվելու։ Իրականում Սովետ միության ժամանակաշրջանում արդեն իսկ ուսումնասիրվել է ամբողջ Հայաստանի դերքը, հստակ պարզ է, թե որտեղ ինչ կա։ Մասնագետների տեսանկյունից Հայաստանի նման պետություններում մեծագույն խնդիրն այն է, որ չեն կատարվում իրական հաշվարկներ հանքարդյունաբերությունից այս պահին ստացվող շահույթի եւ ապագա ռիսկերի վերաբերյալ։ Այսինքն որքան է արժենալու պետության համար հանքի շահագործումից առաջացած բացասական հետևանքները վերացնելը եւ որքան է վաստակելու հարկային մուտքերից։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Թանկացումներ կաթնամթերքի շուկայում, որին հանգեցրել է ստվերի դեմ պայքարի համար ներդրված QR կոդերի պարտադիր պահանջը, տնտեսվարողը իր գրպանից գումար է ծախսում դրանք ստեղծելու, տպելու եւ ամեն ապրանքին փակցնելու համար, հետեւաբար ապրանքի ինքնարժեքը բարձրանում է։ Բայց արդյոք QR-ի ներդրումը կարող է բերել ապրանքի գնի 7% աճի։ Ժամի հետաքննությունը։ Տարին սկսվել է թանկացումներով, առավելակնառու է կաթնամթերքի գնի ավելացումը։ Մասնագետները համարում են, որ պատճառը պարտադիր դրոշմավորումն է, արթնանում ես ու առավոտյան կաթնաշոռը 560 դրամից դարձել է 600, թթվասերը 660-ից 700 դրամ։ Ուշագրավն այն է, սակայն, որ QR կոդ ստանալու համար տնտեսվարողները վճարում են 4.2 դրամ, իսկ տպագրման համար 2.2 դրամ։ Այսինքն մեկ միավոր ապրանքի վրա QR կոդ փակցնելու համար տնտեսվարողը վճարում է 6.4 դրամ։
դրամ, սակայն թանկացումը շատ ավելի զգալի է։ Ի դեպ, QR կոդ ստանալու համար տնտեսվարողները վճարում են մասնավոր ընկերությանը։ Սպառողների իրավունքների պաշտպանները ահազանգում են, թանկացման գործոնը միայն QR-ով չէ, որ պայմանավորված է, կան այլ պատճառներ եւս։ Ընկերություններ կային, որոնք նույն գնով էին վաճառում, հիմա նրանցից մեկը մյուսից որոշակի գնի տարբերություն է տալիս։ Երկուսն էլ թանկացրել են, մեկը 5%, մեկը օրինակ 10%։ Այս 5 եւ 10%-ների շեղումը հենց այս տեսքով կմնա, թե քաշվի առնելով որ բրենդերի կռիվ է, միշտ չի որ էժան լինելը տնտեսվարողի համար լավ է, որովհետեւ ինքը համարում են շատ տնտեսվարողներ, որ բրենդը չի կարող ավելի էժան լինի, քան մյուսի բրենդը, եւ գները մոտեցնում են իրար։ Մասնագետն ասում է, եթե ժամանակին դրանք սովորական հարկադրոշներ էին, որի համար տնտեսվարող սուբյեկտը վճարում էր 2 դրամ, ապա այժմ ստանում է էլեկտրոնային ֆայլ, վճարում է գումար նաև QR-ները տպելու համար, այսինքն կրկնակի ծախս է կատարում, դրա համար էլ ապրանքը 6 դրամ թանկանում է։ Հարկադրոշները ներդրվեցին ստվերի դեմ պայքարի համար եւ դա պետք է կրեր ոչ թե մշտական, այլ կարճաժամկետ բնույթ, որից հետո պետությունը այդ գումարը հետ էր վերադարձնում տնտեսվարող սուբյեկտին։ Հիմա արդեն այն դարձել է պարտադիր պահանջ, իսկ գումարի հետ վերադարձ չկա։ Ով է վերահսկում այս իրավիճակը։ Էկոնոմիկայի նախարարությունից ասում են, իրենց գործառույթը չէ։ Մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովից էլ ժամին ընդհանուր պարզաբանում են ներկայացնում։ Մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է շուկան, եթե լինեն գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ապա վարույթ կհարուցվի։ Առաջիկա օրերին մասնագետի կանխատեսմամբ կատնամթերքի շուկայում փոփոխություններ կլինեն, ենթադրում է, որ այն շատ ավելի կթանկանա։ Իսկ մինչև համապատասխան մարմինները կփորձեն բացատրել, թե ինչու է 6.4 դրամի ծախսը հանգեցրել 40-ից 50 դրամ թանկացման, սպառողը շարունակում է վճարել ավելին, հաճախ առանց պատճառի հոդաբաշխ պատասխանը ստանալու։ Նույն ճակատագիրն է սպասվում նաև այսպես ասած փակ տուփով ցանկացած արտադրանքի, օրինակ սուրճին։ Ինչ տեմպով կընթանա այս թանկացումը, ինչեւ ուր կհասնի։ Ժամը կհետևի գնաճի պարաբոլի բարձրացմանը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Արտառոց դեպք Երևանում Հնդկաստանի 4 քաղաքացի առնաշաղախ տեղափոխվել են Միքայելյան հիվանդանոց, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Մեթեո աշխարհ առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա, ավելին հաջորդի։ Ազգային անվտանգության ծառայությունը 11 միլիոն 188 հազար դոլարի թմրաշրջանառության գործ է բացահայտել օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ Հայաստան են տեղափոխել եւ իրացրել խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։ Ստացված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով խմբի կազմում են ընդգրկվել նաեւ Հայաստանի քաղաքացիներ։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ ԱՄՆ Մաքսային եւ Սահմանային պաշտպանության ծառայության թիմը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը կաշխատի Հայաստանի սահմանապահ ուժերի հետ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն է հաղորդում։ Միացյալ Նահանգների Մաքսային եւ Սահմանային պաշտպանության ծառայության թիմը Հայաստանում իրականացնելու է կարողությունների գնահատում եւ բացահայտելու է բարելավման կարիք ունեցող ուղղությունները։ Վերլուծական մեթոդաբանությունը, որը ԱՄՆ մասնագետները հաջողությամբ կիրառել են այլ վայրերում, օգնելու են ամրապնդել Հայաստանի սահմանների անվտանգությունը եւ հստակեցնելու են ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։ Հպարտ ենք աջակցել այս առաջին քայլին ուղղված խաղաղության խաչմերուկ կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը, կարդում ենք դեսպանատան հաղորդագրությունում։ Միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստանին։ Կուսակցության Facebook-յան էջում են հրապարակել։ Միացյալ Նահանգներում դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ։ Ըստ այդմ նա պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները։ Դատարանի վճռի հետ կապված ավելի մանրամասն տեղեկություն է փոխանցելու Ղուկասյանի փաստաբանը Գալիկ Ասուլիսում, նշված է հաղորդագրությունում։ Երևանի Ազատության պողոտայում 4 քաղաքացիների միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ, կան տուժածներ։ Լրատվամիջոցներից մեկին ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ այսօր կեսգիշերն անց ժամը 4:30-ի սահմաններում ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայի մի բակից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխել 4 քաղաքացու։ Պարզվել է, որ 4 վիրավորներն էլ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք ըստ նախնական տվյալների վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ։ Տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումների։
Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 19-ից 23 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 24-ից 26, Լոռիում 18-ից 21, Տավուշում 20-ից 23 աստիճան, Արարատում Արմավիրում կդիտվի 24-ից 26 աստիճան, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 22-ից 25, Սյունիքի նախալեռներում 16-ից 19 աստիճան, Երևանում շաբաթն ու կիրակին կանցնեն առանց ստեղումների, արևոտ երկնքով, այս գիշեր սպասվում է 9-ից 11, ցերեկը 23-ից 25, երեկոյան 18-ից 20 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։